վաճառում եք։ Այո։ Եք առևտրի։ Չէ, դատարկություն եմ, հաճախորդների հետ։ Մշտական, դե երկար տարվա 35 տարվա աշխատող ենք, հաճախորդների ենք սպասում, թե չէ տենց ամենամեջ տեղն եմ, օտար մարդը դժվար կհասնի, որտեղ բոլորն էլ։ Բայց ո՞ր է պատճառը, որ չեն գալիս։ Երևի ամառա քաղաքում չեն, հանգստանալու են կամ, չգիտեմ, թանկություններն է, մեր մոտ էլ միսը, որ պտտվեք, կտեսնեք ինչ կանա թանկացել, դրա հետ մեկտեղ բաստուրում են մսիցա, իսկական մսիցա, դա էլա գինը բարձրացել, ժողովրդի ձեռքը երևի փող չկա, չգիտեմ, դե տուրիստները մեզանից միշտ ռուսներն են առել շատ, հիմա ռուսներն էլ այդքան չեն առնում, քիչ են տանում, երևի չեն թույլատրում տանելը կամ չեմ կարա պատասխանեմ։ Իսկ ընդհանուր այցելություն շուկայում շատ է բազենյալ։ Շատ, նախորդ որն է, շատ, տարին տարու վրա շատ։ Մի ժամանակ ստեղից անցնել չէր լինում, այնքան լիքն էին ժողովուրդը, մեկը մեկին կպնելով էր անցնում, իսկ հիմա Թանկացում եք, ինչով եք վայելել։ չեմ կարա պատասխանեմ, դե ամեն ինչն էլ հիմա թանկացել է, անգամ բժշկությունը, որ ասում էիք ձրիա, հիմա թորնիկից տարել են պոլիկլինիկա, ընդեղ վճարում են ուզել իրանից, որ երեխաներին 10 տարեկանա չի հասնում, չգիտեմ, լրիվ փոխվեց, այս քանի ժամանակը ընդհանրապես ամեն ինչը դառավ դժվար։ Բայց ո՞ր է պատճառը, ինչու է։ Հայաստանի տնտեսությունը ինչու է։ Լավ չեն բանակցում, լավ չեն ղեկավարում, Դուք մեզանից լավ գիտեք, միջև ընտրությունները ցավը տանեմ, անձամբ ես վիրահատվեցի չարորակ ուռուցքեր, չնայած չարորակ ուռուցքը էլի ձրի է, բայց հիմա արդեն փոխել են ձևը, ոչ թե վիրահատություն, դեղերն էլ էր ձրի, իսկ հիմա արդեն վճարումը կեսը ես, կեսը իրանք պետությունը, միջև ընտրությունները լրիվ մեր համար, չգիտեմ, սարեր ու ձորեր էր, խոստումները իհարկե, իսկ հիմա արդեն չգիտեմ, սենց խայտարակ վիճակի մեջ ենք, դե դուք մեզանից լավ գիտեք, որ չեն կատարում, ոչ թե չեն կատարում, այլ խաբում են մեզ, մենք չենք խաբվում, ուղղակի ճարժ ունենք, թե չէ մենք ոչ թե խաբվում ենք, ուղղակի իրանց ձեռքն է, իրանք ոնց ուզեն ղեկն ենցել կպտտեն։ Պես խնդիրների լուծումը ինչպես է։ Խնդիրների լուծումը պետքա դուրս գանք, միտինգ անեն եւ այլ, ինքն է մի բան էլ մեզ հորդորում, մի հատ էլ ասում կարակ դուրս գաք, կարակ, ինքը շատ վստահ է, ինքը իրա վրա շատ վստահ է, Ծառուկյանի նման մարդուն, որ պաշտում եմ անձամբ ես, ոչ թե ես բոլորս ենք, մեծ մարդ 70 տարեկան, չէ որ ինքն էլ կդառնա այդ տարիքին, գետնին պարկացնելը որն է, ես չգիտեմ, եթե իրա հետ չեն, ուրեմն գետվին պիտի պա։ Ապրեք, դե արդեն հենա ինձանից լավ գիտեք, ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ուղղակի շատ վիրավորված եմ, առավել ևս Ծառուկյանի հետ տենց վերաբերվելու համար։ Եկել էր շուկա ինքը, Ծառուկյանը մի քանի տարի առաջ, մի հատ կին կար փող հավաքող, ասում էր 100 դրամ տվեք, 90 դրամ զդաչի կտամ, 10 դրամ տվեք։ Ծառուկյանը խոսում էր, ինքը մոտեցավ, Ծառուկյանը նույն րոպեին հանեց $100 տվեց իրան, անկեղծ եմ ասում, ես զարմացած մնացի,